Խաղացուն սիրելի քրիստոնյա Տերը օրհնա քեզ մի մարգարեություն մեր համար, ինձ համար, քո համար։ Հովնանի մարգարեության գրքից է, նայեք երկրորդ գլուխը, երբ որ կարդամ ես բոլորը ժամանակը չի հերիք, սիրելի Աստծո ժողովուրդ, նայեք Հովնանի անհնազանդության պատճառով Տերը հրաման տվեց ծկանը եւ Հովնանին կուլ տվեց։ 3 օր 3 գիշեր մնաց ծկան փորում։ Եվ Հովնան ասում աղոտ քարավ իր Տեր Աստծուն ծկան փորից եւ ասեց իմ նեղությունում կանչեցի դեպի Տերը եւ նա ինձ պատասխան տվեց անդուդնի փորձ աղագից եւ դու լսեցիր իմ ձայնը։ Շարունակությունը գիտենք որ աղակում է, աղոտ քանում է, խնդրում է, այսինքն դառնում է, ապաշխարում է, զղջում է ապրում իր մարդկային որոշումներից, իր մարդկային անհնազանդությունից, Աստծուն չլսալով, չհավատալով, չհնազանդվելուց, որ ինքը իր անձնական կամքով ընկավ ծկան փորը, բայց Տերը հրամայեց։ Եվ նորից վերջում ասում է Տերը հրամայեց ծկանը եւ նա Հովնանին փսխեց ցամաքը։ Հասկանում եք ինչ։ Շատ ժամանակ, երբ որ մարդկությունը չի ապաշխարում, ես, դու, մարդիկ չեն ապաշխարում, իրաց մարդկային կյանքով, որոշումներով ապրում են, այսպես շատ ժամանակ Տերը հրաման է տալիս շատ խնդիրների, որ այս խնդիրները այսպես ծկան նման կուլ են տալու մարդին, պատում են մարդին այնքան ժամանակ, մինչև մարդը մնա այդ իրավիճակի մեջ, որ այդ իրավիճակի մեջից սկսա աղաղակել Աստծուն, աղոթել, դառնալ, ապաշխարել, զղջում ապրել, հասկանա, որ Տեր ողորմա, դառնում եմ, ապաշխարում եմ, զղջում եմ, քո կամքը լինի եւ Տերը հրաման է տալում այսօր քո կյանքում եղած խավարը, մահի ոգին, անեծքի ոգին, տառապանքը, վախերը, հիվանդությունները, այդ մութ կյանքի տարիները, որ դու անցկացրել ես, այդ ծկան փորի մեջը ինչ է, պատկերացնում եք, որ կյանք չկա, երկ չկա, խավար, մթություն, վախեր, հիվանդություն, անհանգստություն, այս բոլորը հրամայել է, որ պահեն, կուլ տան Հովնանին, բայց այսօր ասել է ժամանակը եւ Տերը հրամայում է, որ քո կյանքից նորից այդ բոլորը քեզի փխսա, այդ բոլորը քեզի իրանից դուրս անա, Տիրոջ հրամանն է այսօր կատարում։ Էսի Տիրոջից մարգարեություն երկինքից է եկել, հենց հիմա քո համար է, որ քո բոլոր վախերը, հիվանդությունները, նեղությունները, խավարը այսօր Տերը հրամայում է, որ քեզ թողեն, քեզ դուրս անեն իրանցից եւ դու օրհնության ես յետում այնտեղ որտեղ որ Տերը քեզի նշանակել է, Տերը որոշել է, որ դու այն վայրում լինես, այն վայրից ծառայես Տիրոջ փառք